Ողջույն։ Համաձայն հեղինակավոր կազմակերպությունների Հայաստանում անցկացրած հարցումների, Սահմանադրական դատարանի եւ ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը բավական ցածր մակարդակի է, ընդամենը 20-25% սահմաններում։ Առաջին հերթին անկախության պակասի ընկալում կա։ Քաղաքացիների գերակշռող կարծիքը այն է, որ նրանք զերծ չեն Նիկոլ Փաշինյանի միջամտությունից։ Հիշում ենք Նիկոլի խոսքը. կա տենց մի դատավոր, որի ասածը չանի։ Բացի այդ, Սահմանադրական դատարանի այս կազմը ձևավորվել է աննախադեպ իշխանության ճնշման պայմաններում։ Բոլոր դատավորներին նշանակել է այս իշխանությունը եւ այնպիսի անձանց է նշանակել, որ ամենակարևոր գործերի քննման ժամանակ պարզվում է նրանց կեսը չի կարող մասնակցել անաչառության շեմը չհաղթահարելու պատճառով։ Այնպես որ կարող ենք ասել, որ այո, այդ կառույցը չունի հանրային վստահություն։ Մեկ այլ կառույց, որի գործողությունների դեմ դիմումներ են ներկայացվել Սահմանադրական դատարան, ընտրության մասնակից ուժերի կեսը, կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Նրա նկատմամբ վստահությունը ավանդաբար է ցածր եղել, բայց հատկապես այս ընտրություններից հետո, եթե կար գոնե մի 10% վստահություն, դա էլ փլվեց։ Ժողովուրդն էր առաջարկում ընտրություններից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը տեղափոխել նկարիչների միություն, քանի որ շատ փայլուն նկարել են ընտրության արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, նախկին աշխատողն է։ Բացի դա, այդ պաշտոնում ընտրվել է իր ձայնի շնորհիվ։ Ու հիմա ստացվել է մի իրավիճակ, որ քաղաքական անկախության, չեզոքության լուրջ կասկածի տեղ տվող Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական չեզոքության, անկախության լուրջ կասկածի տեղ տվող կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման օրինականությունը։ Ընդ որում, քննում է կազմով, որը արդեն իսկ լեգիտիմ չէ։ Սահմանադրական դատարանի անդամներից երկուսին թույլ չտրվեց մասնակցել քննարկմանը, բայց եւս երկուսը, որոնք ելի անաչառ չեն կարող լինել, թույլ է տրվել մասնակցել։ Ստացվում է Սեդատ Սաֆարյանը, որը մասնակցել է 21 թվականի ընտրություններին կուսակցության ցանկով, որը ակնհայտ վատ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, պետք է քննի հենց այդ կուսակցության դիմումը եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Սահմանադրական դատարանի անդամ Դավիթ Խաչատուրյանը, որի եղբայրը Փաշինյանի հետ իրավական խայտառակություններ է արել մեր երկրում, ապա Նիկոլի SMS-ով ազատվել է աշխատանքից, պետք է քննի Նիկոլի ինքնահռչակ հաղթանակի դեմ դիմումը։ Հենց հիմա կարող եք դուրս գալ ու անաչառ դիտորդին, այն է ժողովրդին հարցնել. վստահում եք Սահմանադրական դատարանին։ Վստահեցնում եմ, որ ասելու են, անելու է այնպես, ինչպես Նիկոլը որոշի։ Ժորժ ջան, մեր աչքի առաջ ինչ է տեղի ունեցել։ ՔՊ-ն օգտագործել է վարչական ռեսուրս։ Պետական աշխատողներին ստիպել են գնալ Նիկոլի հավաքներին, քարոզարշավներին։ Ներքին չաթերից գրագրություններ տարածվել, թե ինչպես են ուսուցիչներին ստիպելով հավաքների տարել։ Իրավապահ մարմինները ձայն չեն հանել։ Սա կարող էր ազդել ընտրության արդյունքների վրա։ Միանշանակ կարող էր։ Աշխատանքից ազատել են ընդդիմադիրներին ու դրանով մյուսներին պահել վախի մթնոլորտում։ Իրավապահները հազարավոր գաղտնալսումներ են հրապարակել, քաղաքացիների ձայնագրություններ մոնտաժել, հրապարակել, մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մեջ ընդդիմադիրներին, սևացնելով, բռնաճնշումներ անելով։ Բայց ՔՊ-ի պարագայում, որը վարչական ապարատի տերոր էր անում, ոչ մի ձայնագրություն չկա։ ՔՊ-ն մարդկանց հավաքագրել տարել է հանդիպման ցուցակներով, իրավապահների արձագանքներ չկա։ Այս բոլորը թվարկածներս ամեն մեկի իր հերթին կարող էր ազդել ընտրության արդյունքների վրա, վստահաբար կարող էր։ Նիկոլ Փաշինյանը բաժանել է պետական բյուջեից ընտրակաշառքներ, սոցիալական օգնության, սոցիալական լայնածավալ ծրագրերի որոշումներ է կայացրել հենց նախընտրական փուլում, որը դիտվել կարող է միմիայն որպես ընտրակաշառք։ Հակակոռուպցիոնի արձագանքը չկա, բայց սա կարող էր ազդել ընտրության արդյունքների վրա, միանշանակ կարող էր։ Նիկոլ Փաշինյանը եւ միայն ինքը ամբողջ քարոզարշավը տարել է ատելության մթնոլորտում, վախի մթնոլորտ է սփռել հանրության շրջանում։ Դա կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, միանշանակ կարող էր։ Տեղի ունեցել աննախադեպ բան։
Արտաքին ուժերը միջամտել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերին աջակցելով Նիկոլ Փաշինյանին։ Հիմա դա ազդել կարող էր ընտրության արդյունքների վրա, վստահաբար դա եւս շատ է ազդել եւ գուցե բոլորից ավելի շատ։ Բուն ընտրության օրը եւ գիշերը խախտումներին չեմ էլ անդրադառնում։ Դատախազություն, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, որ ընդդիմադիր ուժերին, թեկնածուներին, համակիրներին նրանց ահաբեկել են, խուզարկել են, կալանավորել են, բարի համբավը արատավորող հաղորդագրություններ են տարածել, հերթապահություն են արել ընդդիմադիրների տների, շտաբների, գրասենյակների մոտ, որ ամենաստից պատճառով ու առանց պատճառի բերման ենթարկեն։ Նրանք ՔՊ-ի բռնաճնշումներին բանի տեղ չեն դրել։ Մարդկանց ստիպելով հավաքների տանելը աչքաթող են արել եւ դրանով օգնել են Փաշինյանին։ Իսկ իշխանական ուժի եւ իշխանության ընտրական ապօրինությունները ոչ թե եղել է տարերային, այլ եղել է կազմակերպված եւ զանգվածային, եղել է վստահաբար հստակ պլան ու սցենար։ Ստացվում է ինչ։ Այս գործի քննությանը ներգրաված են Սահմանադրական դատանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Դատախազությունը, Քննչական կոմիտեն, ՔՊ կուսակցությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն մի կողմում, որպես Նիկոլ Փաշինյանի գրպանային կառույցներ։ Մյուս կողմում ընդդիմությունն է, ու իհարկե ՍԴ դիմացներից ոչ բոլորին կարելի է համարել իրական ընդդիմություն, բայց դա այս պայն էական չէ։ Զավեշտ է ժողովուրդ, երբ դիմում ես մի կառույցի, որին չես վստահում, բայց ստիպված ես դիմել, որովհետև ուրիշ մարմին չկա, օրենքով դա է։ Հիմա Սահմանադրական դատանը կամ պետք է մերժի ընտրությունների արդյունքները անվավերջ ճանաչելու դիմումները, կամ պետք է նոր ընտրություններ նշանակի, կամ երկրորդ փուլ նշանակի, գուցե որոշ տեղամասերում վերաքվեարկություն դնի, բայց եթե հաստատում է անկախ ակնհայտ ապօրինությունները, ձայնագողությունը, կաշառքները, ուրեմն ընդհանրապես խաչ է քաշում ինքը իր վրա եւ լեգիտիմության ճգնաժամի մեջ է հայտնվում օրենսդիր ու գործադիր իշխանության նման նաև ինքը։ Կարճ ասած, խնդիրը միայն այն չէ, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատանը, խնդիրն այն է, թե որքանով է հասարակությունը վստահելու այդ որոշմանը, իսկ այս ՍԴ-ի որոշման լեգիտիմությունը արդեն կասկածի տակ է, որովհետև այդ ինստիտուտի չեզոքությունն էլ է հանրային քննարկման առարկա։ Անկախ Սահմանադրական դատանի արդյունքից կա պարզ ճշմարտություն։ Քաղաքացիական պայմանագիրը չի հաղթել ընտրություններում։ Հայաստանի կառավարությունում, խորհրդարանում աշխատելու է ուժ, մեր երկրի անունից կայացնելու է որոշումներ, որի լեգիտիմությունը չունի, եւ սա չի կարող չունենալ հետևանքներ։